Մենք սովոր ենք աշխարհը բաժանել նյութականի եւ հոգեվորի։ Ու քանի որ 2026 թվականին տեղի է ունենում արժե համակարգի փոփոխություն, մենք հայտնվել ենք մի մեծ խնդրի առաջ։ Շատ-շատերս չգիտենք ոնց գումար աշխատենք ու կարծում եմ, որ այդ բոլորիս ընտանիքներում կա։ Այսօր 21-րդ դարի հնարավորությունների մեջ մենք չգիտենք ինչով զբաղվենք։ Մենք խուսափում ենք սովորական աշխատանք կատարելուց, հագուստի խանութում աշխատելուց։ Մենք մտածում ենք, որ ծնվել ենք ինչ-որ մեծ գործի համար, առանց գիտակցելու, որ այդ ինչ-որ մեծ գործին հասնելու համար մեզ պետք է անցնել ճանապարհ։ Շատերս ուզում ենք կյանքում ունենանք արդյունք, բայց դրա համար չենք ուզում պայքարենք, չենք ուզում աշխատենք։ Ես ինքս լինելով մի ոլորտում, որտեղ որ շփվում եմ հազարավոր մարդկանց հետ, ուսումնասիրում եմ մարդկանց էներգիաները, կյանքը, ես տալիս եմ հարցեր ու արդյունքում կարամ ասեմ մի շատ կարևոր բան։ Բոլորը ուզում են ունենալ ամեն ինչ, բայց դրա համար չեն անում ոչ մի բան։ Մարդիկ նստում են իրանց տներում ու սպասում են, որ հեսա երկնքից ինչ-որ մի բան անկնելու ու իրանց կյանքում ինչ-որ փոփոխություն է կատարվելու։ Չէ, տենց չի աշխատում։ Տենց չի աշխատում արդեն 2026 թվականից սկսած։ Այն մեթոդներով, որոնցով որ մենք աշխատել ենք նախկինում ու կապ չունի թե անձնական հարաբերություններում, թե աշխատանքային, այդ մեթոդները էլ չեն աշխատում։ Ինչի չեն աշխատում, որովհետև աշխարհն էլ արդեն հոգնել է։ Հոգնել է այն մարդկանցից, ովքեր մենակ խոսում են, հոգնել է այն մարդկանցից, ովքեր ագահ են, ովքեր ուզում են ամեն ինչ մենակ իրանց համար լինի։ Աշխարհը կորցրել է հոգևորի արժեքը։ Մենք կարիք ունենք հոգևորի, մենք կարիք ունենք մարդկանց, ովքեր որ ուզում են ուղակի անեն բարություն, ու այդ անում են անշահախնդիր։ Մեր կյանքի հիմա միակ նպատակը դարձել է փող աշխատելը, բայց մենք այդ փողը աշխատում ենք ամեն կերպ։ Անցնում ենք մարդկանց ինքնասիրության վրայով, անցնում ենք մարդկանց հոգևոր արժեքների վրայով։ Մենք ընդհանրապես չենք մտածում դիմացինի զգացողությունների, զգացմունքների մասին, կարևորը մենք հասնենք մեր ուզածին։ Մենք հաշվի չենք առնում, որ կան մարդիկ, ում պետքա օգնենք, ու մենք ունենք այդ հնարավորությունը։ Այս մեր աշխարհի ամենամեծ խնդիրն է, ու ուսումնասիրելով էզոտերիկան, ուսումնասիրելով այդ գաղտնի գիտությունները, ես բացահայտել եմ իմ մեջ ավելին, քան գիտեի առաջ։ Ես հիմա կարողանում եմ ավելի լավ հասկանալ մարդկանց, կարողանում եմ մարդկանց ավելի շատ լսել, կիսել իրենց ուրախությունը, տխրությունը, ապրել դիմացինի ուրախությունով, տխրությունով։ Մեր մեջ ամենամեծ խնդիրը հենց այդ է, որ մենք սիրում ենք մենակ մեզ, մենք չենք նկատում դիմացինին։ Կան հարցեր, որտեղ որ մենք պետքա հաշվի առնենք նաև դիմացինի կարծիքը։ Ու խոսքս այն հարցերի մասին է, որը որ չի դիպչում քո ինքնասիրությանը ու քո անձնական կյանքին։ Ապրիր այնպես, ոնց որ դու ուզում ես, արա այն ինչ որ դու ուզում ես, ապրի սրտով, բայց երբեք մի վնասի այն մարդկանց, ովքեր որ իսկապես մտածում են քո մասին։ Դրանք քո հարազատներն են, քո ընկերներն են, քո մտերիմներ են։ Ու այս ամեն ինչի պատճառով մենք ամբողջ կյանքում ու մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր ժամանակը վատնում ենք անկարևոր բաների վրա։ Մեր հաղորդումը նրա մասին է, թե ինչպես ճանաչել աշխարհը, ինչպես ճանաչել դիմացինին, չխանգարել, օգնել, փորձել թեկուզ քո ունեցածով օգտակար լինել։ Նրանք, ովքեր ինձ հետևում են Instagram-ում, հաճախ են ինձնից լսում, կարդում այս արտահայտությունը։ Եկել է էմպաթների ժամանակաշրջանը։ Ովքեր են էմպաթները։ Էմպաթները այն մարդիկ են, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում համբերել են, տվել են, արել են, նվիրել են, բայց դրա դիմաց ոչինչ չեն ստացել։ Ում զգացմունքների վրայով մարդիկ անցել են, ում չեն գնահատել։ Հիմա եկել է մեր ժամանակը։ Ես ինքս էմպաթ եմ։ Ու այն մեթոդները, որոնք որ առաջ մենք կիրառում էինք եւ աշխատանքում եւ հարաբերություններում, դրանք էլ չեն աշխատում։ Եթե դու առաջ կարում էիր խարդախության միջոցով, խաբեության միջոցով, ինչ որ մեկին գցելու միջոցով առաջ գնալ, հիմա այդ չի լինելու։ Հիմա դու
կստանաս քեզ համարժեք պատասխան։ Եթե դու քո ամբողջ կյանքի ընթացքում փորձել ես մարդուն օգտագործելով գնալ առաջ, դա էլ չի աշխատելու։ Հիմա աշխատում է արդարությունը։ Գիտեմ, ես հիմա ասում եմ մի բան, որը որ ինչ որ չափով անսովոր է մարդկանց, ոնց տենց էլ է լինում, հա, տենց էլ է լինում։ Հիմա աշխատում է արդարությունը։ Այն ինչ որ դու կանես, այդ կստանաս։ Եթե ուզում ես քո կյանքում ունենաս նյութական հաջողություն, ուրեմն եղի արդար, մի խաբի։ 2026 թվականը, որը որ գտնվում է մեկ էներգիայի տակ, ասում է, եղիր արդար, եղիր ազնիվ, օգնիր մարդկանց, առաջ տար մարդկանց, եթե դու ունես այդ հնարավորությունը։ Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ աշխարհում փոխվում է համակարգ, իսկ այդ համակարգում խաբեություն էլ չի լինելու։ Իմ հաղորդումների ժամանակ դու կստանաք ինֆորմացիա աշխարհից, աշխարհաճանաչումից, մարդկանցից, հոգևոր աշխարհից, նյութական աշխարհից։ Ես ձեզ կպատմեմ մարդկանց մասին, ովքեր հաջողությունների են հասել, ովքեր կարողացել են կյանքում իրենց ինքնաճանաչման շնորհիվ հասնել այն տեղերում, որտեղ որ ունեն նյութական մեծ հնարավորություններ ու այդ մարդիկ կան եւ իմ շրջապատում եւ ձեր շրջապատում։ Մեր հաղորդումը նրա մասին է, թե ինչպես անել, որ քո գիտակցությունը աշխատի քո օգտին, աշխատի քո հարազատների օգտին, այն մարդկանց օգտին, ում դու ճանաչում ու սիրում ես։ Եվ դրանում մեզ կօգնեն նումերոլոգիան, էզոտերիկան եւ ինչու՞ չէ նաեւ աստղագիտությունը։ Հիշում եք, չէ՞, ոչ թե աստղագուշակությունը, այլ աստղագիտությունը։ Այսօր այսքանը, մենք դեռ շատ հաղորդումներ կունենանք ու շատ թեմաներից կխոսենք, իսկ եթե ձեզ կհետաքրքրի որևէ թեմա, ցանկացած թեմա կապված մեր կյանքի, աշխարհում տեղի ունեցող, քաղաքական, կրոնական, էական չի ցանկացած ինֆորմացիա, որը որ ձեզ հետաքրքրի, գրեք մեկնաբանություններում ու ես սիրով ձեր համար կնկարեմ հաղորդում, որտեղ նաև կխոսեմ եւ թվերից եւ նաև այն հարցերից, որոնք որ դուք կուզեք լսեք։ Բարի օր, սիրելիներս։ Էլի մենք ենք, հենց այստեղ։ Իմ նախորդ հաղորդումներից դուք գիտեք էզոտերիկայի, նումերոլոգիայի, նույն ինքը թվային հոգեբանության եւ բոլոր այն գաղտնի գիտությունների մասին, որոնք որ բացահայտում են մարդու տեսակը, մարդու բնավորությունը, որը որ կապված է մարդու ինքնաճանաչման, աշխարհաճանաչման հետ։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք տեսնելու աշխարհը մեզնով եւ բացահայտելու աշխարհը մեզնով։ Իսկ այդ արդյունքում մենք էլ ավելի պատրաստված կլինենք փոփոխություններին եւ քիչ ժամանակ կվատնենք խնդիրների վրա։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք նումերոլոգիայի միջոցով հեշտացնել մեր կյանքը։ Ինչպես այն հեշտացնել, ընդհանրապես ուսումնասիրում ես քեզ, քո թիվը, քո ծննդյան օրը, տարեթիվը եւ ըստ դրա կարողանում ես հասկանալ արդյոք մասնագիտությունը, որտեղ որ դու կայանում ես, քոննա, արդյոք հարաբերությունները, որում որ դու գտնվում ես, քոննա, թե ոչ։ Ու առհասարակ կյանքի բոլոր հարցերում մեզ օգնում է նումերոլոգիան, չնայած նրան, որ շատ մարդիկ չեն հավատում, ասում են, որ սա գուշակություն է, որ սա իրականում չի համապատասխանում իրականությանը, բայց ես լինելով այս ոլորտի մեջ, ուսումնասիրելով մարդկանց, շփվելով շատ մարդկանց հետ, նաև կրթվելով, զարգանալով, կարող եմ ասել, որ նումերոլոգիան չի խանգարում եւ չի վնասում, ընդհակառակը, նումերոլոգիան բացահայտում է քեզ, նումերոլոգիան բացահայտում է քո տեսակը, նումերոլոգիան բացահայտում է, թե ինչ միսիայով ես եկել դու։ Ոնց ենք այդ ամեն ինչը մենք իմանում։ Օրինակ ծննդյան թիվը դա մեր գիտակցությունն է։ Երբ որ դու ակտիվացնում ես քո գիտակցությունը, երբ որ դու զարգացնում ես քո գիտակցությունը, դու կարողանում ես նաև
ստանալ ինֆորմացիա, թե ինչպիսին կլինեն քո գործողությունները աշխատանքում, հարաբերություններում, կապ չունի առհասարակ կյանքում։ Իսկ եթե դու ուզում ես իմանաս ինչ միսիայով ես եկել, գումարում ես քո ծննդյան ամսվա եւ տարեթվի բոլոր թվերը ու ստանում ես ինչ որ մի թիվ, օրինակ, չգիտեմ, ստանում ես 11։ Եթե դու ստանում ես 11, սա նշանակում է, որ դու պետքա զբաղվես այն մասնագիտություններով, որտեղ որ դու պետքա լինես ուսուցիչ, լինես ինչ որ միտեղ ղեկավար, այսինքն դու պետքա խորանաս հոգեբանության մեջ, որովհետև մարդիկ ովքեր որ կրում են 2-ի էներգիան, 2, 11, 20 եւ 29, այս մարդիկ զարգանում են հոգեբանության միջոցով, հոգեբանությամբ, այսինքն նրանց համար շատ կարևոր է, երբ որ իրենք ունենում են ընկեր, ունենում են զուգընկեր, հարաբերություններից կախված մարդիկ են։ Դրա համար, երբ որ դու հաշվում ես քո ընդհանուր թվերի գումարը ու ստանում ես 1 թիվ, սա համարվում է քո ճակատագրի, քո միսիայի թիվը, իսկ քո գիտակցությունը բացահայտելով, ճանաչելով քո գիտակցությունը, դու կարողանում ես կառավարել քո ճակատագիրը։ Կամ եթե ստանում ես 30, եթե գումարում ես քո թվերը ու ստանում ես 30, սա նշանակում է, որ դու մարդ ես, ով ունի շատ էմոցիաներ, պատրաստ է կյանքում ամեն ինչի, ես համարում եմ այս մարդկանց խենթ մարդիկ, որովհետև այս մարդիկ գալիս են գիտելիքի շատ մեծ պաշարով, որը որ չօգտագործելու դեպքում վնասում են իրենց, այսինքն գնում են մինուս։ Ինչի են գնում մինուս, որովհետև մարդիկ ովքեր ունեն միսիայի թիվ 30, այս մարդիկ պետքա իրենց գտնեն արվեստում, պետքա լինեն ինֆորմացիան փոխանցող, այս մարդիկ պետքա ոչ միայն արվեստով զբաղվեն, նաև պետքա իրենց ստացած կյանքի փորձը փոխանցեն ուրիշներին, որովհետև այս մարդիկ խենթ մարդիկ են ու ամենտեղ կան, այս մարդկանց կյանքը շարժա, այս մարդկանց կյանքը շատ ակտիվ է ու այս մարդիկ միշտ գտնվում են մարդկանց ուշադրության կենտրոնում։ Նույն հաջողությամբ դու կարող ես քո ճակատագրի թիվը ստանալ 1 ու ունենաս գիտակցության թիվ, ինչպես ասեցի, գիտակցության թիվը ստանում ենք ծննդյան թվով։ Դա բացահայտում է մեր պոտենցիալը, բացահայտում է մեր ներաշխարը, մեր հոգեբանությունը, իսկ գործողության թիվը, ճակատագրի թիվը մեզ օգնում է, որպեսզի մենք հասկանանք, թե որտեղ պետք է աշխատենք, ինչով պետք է զբաղվենք։ Եթե դու հաշվում ես քո ծննդյան թվերը ու ստանում ես 1, 10, 28 կամ օրինակ 19, սա նշանակում է, որ դու պետքա լինես ղեկավար, դու պետքա այն տեղերում փորձես քո մասնագիտական հաջողությունները, որտեղ որ դու կլինես ղեկավարող դերում։ Սա շատ կարևոր է քո համար, որտեղ նման մարդիկ չեն կարողանում աշխատել ուրիշի ձեռքի տակ, չեն կարողանում ենթարկվել։ Դրա համար այս մարդիկ պետքա ստեղծեն իրենց սեփական բիզնեսը, ունենան իրենց աշխատավայրը։ Ու նումերոլոգիան այս հարցում մեզ օգնում է, նումերոլոգիան հաշվարկ է ու առհասարակ ամբողջ մեր կյանքն է հաշվարկ, երբ որ դու շատ ճիշտ հաշվարկ ես անում, դու կարողանում ես հասկանալ, թե որտեղ է քո սխալը, որտեղ է քո ճիշտը եւ ըստ դրա դու կարողանում ես կառավարել քո կյանքը, կառավարել քո հարաբերությունները, կառավարել քո բիզնեսը։ Իդեպ շատ մարդիկ, ովքեր որ խորացած են էզոտերիկայի մեջ, շատ հարուստ մարդիկ, իրենք հետևում են այս ամեն ինչին եւ աշխարհում բոլոր են մարդիկ, ովքեր որ ունեն մեծ գլոբալ հաջողություններ, այդ մարդիկ ունեն իրենց նումերոլոգը, ունեն իրենց աստղագետը, ոնց է եղանակի տեսությունը, եթե դու ամեն առավոտ հելում ես, նայում ես այսօր անձրև է գալու, բնականաբար դուրս գալուց քո հետ վերցնելու ես անձրևանոց։ Քեզ զգուշացնում է եղանակի տեսությունը, որ անձրև է գալու, կարաս թրջվես։ Նույնն էլ նումերոլոգիան քեզ ասում է, որ այսօր գտնվում ենք օրինակ 3 էներգիայի տակ, դու հնարավորություն ունես քո ստեղծագործական միտքը ներկայացնես 10 աշխարհին ու հենց այդ օրը դու կարաս քո համար մի նոր բան ստեղծես։ Այս ամեն ինչը
շատ կարևոր է մեր համար ու քանի որ գնալով աշխարհը զարգանում է, փոխվում է ու ամեն բան դառնում է ավելի հասանելի, մեզ բոլորիս հարկավոր է դրա համար ինֆորմացիան։ Էզոտերիկան, նումերոլոգիան այն գիտություններից են, որ մեզ օգնում են բացահայտենք ու ճանաչենք ինքներս մեզ, ել ավելի հեշտացնելու մեր կյանքը։ Մեզանից շատերը կյանքում կատարվող խնդիրների դեպքում դիմում է հոգեբանի ու դա շատ նորմալ երևույթ է, ես ինքս կողմ եմ, որովհետև շատ մարդիկ չեն կարողանում դուրս գալ այդ վատ իրավիճակից ու իրենց օգնում է այլ մարդ, դա կլինի հոգեբան, դա կլինի ընկեր, դա էական չի, կարևորը որ լինի մեկը, ով քեզ լսում է ու լսելով քեզ կարողանում է զրուցել, կարողանում է քո հետ կիսել քո խնդիրը ու այդ զրույցի ընթացքում դու բացահայտում ես քո համար ելքեր, որը որ քեզ կօգնի դուրս գալ տվյալ խնդրից, կապ չունի դա ինչ խնդիր է, դա կարա լինի հարաբերություն, դա կարա լինի աշխատանքային որևէ խնդիր։ Իսկ նումերոլոգիան մեզ օգնում է, որպեսզի մենք ավելի հեշտ գտնենք այդ հարցի լուծումը, օրինակ կարամ բերեմ աշխատանքային ինչ-որ մի հարց, դու աշխատում ես մի վայրում, որը որ քեզ ձանձրացնում է, որտեղ որ դու հետաքրքրություն չես գտնում ու մոտիվացիա չկա, դու գնում ես ու աճ չկա, այսինքն դու անդադ քո տեղում ես մնում։ Օրինակ բերեմ այն մարդկանցից, ովքեր որ ծնվել են 5, 14 և 23 թվերի տակ։ Օրինակ այս մարդկանց մոտ շատ ուժեղ զարգացած է լոգիկան ու այս մարդիկ կարողանում են շատ հեշտ շփվել մարդկանց հետ, շատ հեշտ լեզու գտնել, այս մարդիկ կոմունիկացիայի մարդիկ են ու կարողանում են մարդկանց հետ այդ շփման արդյունքում բացել հնարավորություններ ու այս մարդիկ օգնում են եւ իրենց եւ դիմացինին։ Դրա համար այս մարդկանց համար շատ կարեւոր է իմանալ, որ իրենք ունեն պոտենցիալ, որը որ կապված է իրենց խոսքի հետ, որովհետեւ նումերոլոգիայում կա մի սենց բան, որ 5-երը դա մարդու 5-ը համարվում է մարդու խոսքը, մարդու լեզուն ու երբ որ դու ունես ինֆորմացիա ու դու ինքդ էլ զգում ես, որ դու ունես այդ տաղանդը, դու կարողանում ես մարդկանց հետ շատ հեշտ լեզու գտնես, դու այն օգտագործում ես ճիշտ տեղում, դա կլինի որևէ բիզնեսում, դա կլինի որևէ հարաբերությունների մեջ, էական չի, դու կարող ես մարդկանց հետ շատ լեզու գտնել այն կետը, որտեղ որ մարդկանց հետ կկարողանաս ընդհանուր եզրահանգման գաս։ Նույն հաջողությամբ կարող եմ խոսել իների մասին, իդեպ 9, 18, 27, այս մարդիկ շատ էմոցիոնալ, ես կասեի, ամենաէմոցիոնալ մարդիկ են, որոնք որ այդ չկառավարելու արդյունքում ընկնում են մինուսի մեջ։ Օրինակ այս մարդկանց միշտ խորհուրդ է տրվում, որպեսզի այս մարդիկ գնան դեպի սպորտ, զբաղվեն սպորտով, հատկապես ծանր սպորտաձև, որտեղ որ իրենք կհաղթեն, որտեղ կլինի ուժ ու դուրս կգա իրանց միջի ագրեսիան, այս մարդկանց ագրեսիան գալիս է նրանից, որովհետև իրենք իրենց էմոցիաները բացահայտելու տեղ չունեն, իսկ այդ տեղերից մեկը սպորտն է։ Ու այսպես բոլոր թվերի մասին մենք կարող ենք տալ ինֆորմացիա, որը որ կօգնի մարդուն ավելի հեշտացնելով իր կյանքը, իր առօրյան ու դուրս գալու են խնդիրներից, որոնք որ երբեմն մեզ թվում են անհնարին։ Տեսնել մարդու դրական կողմերը, գնահատել մարդու դրական կողմերը, դա ամենալավ բան է մարդու մեջ։ Ու նումերոլոգիան բացատրում է նաև մարդու բացասական կողմերը, իսկ բացասական կողմեր ունենք բոլորս, բայց այդ բացասական կողմերը մենք կարող ենք դարձնել մեր համար դրական ու շատ ճիշտ օգտագործել։ Օրինակ կան մարդիկ, կան թվեր, որոնց որ չի կարելի խմել, եւ խմելու դեպքում այս մարդիկ ունենան եւ ֆինանսական, հատկապես ֆինանսական կորուստ, ու այս մարդիկ հիմնականում չգիտես ինչի անդադ ձգտում են դեպի դրան, այսինքն իրենց համար այդ կախվածության նման ինչ-որ մի բան է, երբ որ դու կարդում ես քո մասին ինֆորմացիան ըստ նումերոլոգիայի, դու հասկանում ես, որ դու չպետք է խմես, որովհետև այդ խմիչքը քո վրա անդրադառնում է բացասական ձևով։ Օրինակ մարդիկ, ովքեր ծնվել են 7, 16 եւ 25 թվերի տակ, այս մարդկանց խիստ արգելվում է խմելը, որովհետև սա կունդալինի էներգիան է, իսկ կունդալինին դա ամենասեքսուալ էներգիան է, ամենահզոր էներգիան է,
որից որ կախված է ինչու՞ չէ աշխարհի ստեղծումը ու այս էներգիան չկառավարելու դեպքում մարդիկ միանգամից հայտնվում են ճգնաժամի մեջ, որն էլ բերում է կյանքում եւ անձնական եւ աշխատանքային խնդիրների ես ինքս իմ շրջապատում ունեմ նման մարդիկ, ես հետևում ուսումնասիրում եմ նրանց եւ գրեթե նույն վիճակն է, երբ որ մարդիկ հայտնվում են այդ վիճակում ու հասկանում են, որ իրենց պետք է այդ վիճակից դուրս գալ, շատ-շատերը իհարկե դիմում են ինձ, որի արդյունքում էլ եւ մենք ստանում ենք դրական արդյունք, այսինքն երբ որ դու մարդու հետ խոսում ես, բացահայտում ես մարդու պոտենցիալը, ասում ես թե ինքը ոնց դուրս գա այդ նեգատիվ վիճակից, դու մարդուն օգնում ես, որ ինքը նաև իր կյանքից հանի այդ վատ սովորությունները, որը ի դեպ նաև խմելն է, իսկ կոնկրետ խմելու հետ կապված ես կնկարեմ անպայման հաղորդում այդ ինչքանով է վատ անդրադառնում մարդու վրա եւ ինչ անել դուրս գալ նմանատիպ կախվածություններից։ Իմ հաղորդումը նրա մասին է, թե ինչպես բացահայտես քո պոտենցիալը, բացահայտես քո հնարավորությունները եւ քո տաղանդները, իմանաս ու կարողանաս ճիշտ օգտագործել քո ամբողջ կյանքի ընթացքում։ Երբ մարդը ծնվում է, ի սկզբանե մարդու հոգևոր համակարգում կա դրված այն բոլոր տաղանդները, որով որ պետք է մարդը զբաղվի։ Մենք բոլորս գիտենք, ճանաչում ենք մեզ, մենք կարողանում ենք զգալ։ Մեկը զգում է, որ ինքը շատ լավ նկարում է, բայց վախ ունի, որովհետև երբ որ մարդը հասկանում է, որ ինքը նկարում է, ինքը փորձում է իրան համեմատել մյուս մարդկանց հետ, ովքեր արդեն այդ ոլորտում հաջողություններ ունեն։ Ու ստեղ այս մարդը մտածում է, լավ, քանի որ մենք արդեն ունենք տաղանդավոր նկարիչներ, ես չեմ կարա այդ տեղում երևամ, այսինքն մարդը համեմատում է իրան մյուսների հետ, ովքեր որ ճանապարհ են անցել ու մնում է իր տեղում։ Սա ամենասխալ բանն է, պետք չի քեզ համեմատել ոչ մեկի հետ, որովհետև դու ունես քո նկարելու, քո տաղանդի ձևը ու կյանքում միշտ ցանկացած մարդ որ ծնվում է, իր տաղանդը յուրահատուկ է։ Մենք տարբեր ենք մեկս մյուսից, միգուցե ինչ որ ընդհանուր նմանություններ կան, բայց մենք մեկս մյուսից տարբեր մարդիկ ենք։ Դրա համար համեմատական անցկացնել քեզ քո ընկերոջ հետ, դա ամենասխալ բանն է։ Այստեղ դու արդեն սկսում ես քեզ չգնահատել քո պոտենցիալը ու դու մնում ես նույն տեղում ու չես ունենում աճ։ Դրա համար են մարդիկ, ովքեր աշխատասեր են, համառ են, ձգտում ունեն եւ չեն լսում կողքիներին, այս մարդիկ միշտ հաջողություն են ունենում կյանքում։ Ես իմ անցած հաղորդման ժամանակ էլ խոսեցի, մենք ունենք վիբրացիա, այսինքն ոնց դու քեզ զգում մատուցում ես, աշխարհը քեզ տենց ընկալում է ու տենց քեզ ցույց է տալիս մյուս մարդկանց։ Դրա համար, եթե դու ուզում ես հասկանաս, թե դու ով ես իրականում, դու պետքա զբաղվես ինքնաճանաչողությամբ, դու պետքա խորանաս քո հոգևոր աշխարհի մեջ։ Իսկ կյանքում ի՞նչն է ամենակարևորը։ Ինքնաճանաչումը, աշխարհում ամենակարևոր բանը դա հոգին է, քո էներգիան որտեղ ուղես, որտեղ կենտրոնացնես, այդտեղ էլ կունենաս հաջողություն։ Ուզում ես դառնաս դերասանուհի, ուրեմն կենտրոնացի դրա վրա։ Ուզում ես դառնաս պարուհի, ուրեմն կենտրոնացի դրա վրա։ Եթե դու մտածում ես, որ դու ունես տաղանդ, եթե դու զգում ես, որ դու ունես տաղանդ ու դու քեզ երջանիկ ես զգում դրանից, ուրեմն դու պետքա քո հնարավորությունները օգտագործես դրան հասնելու համար։ Իսկ դրա համար դու պետքա զբաղվես ինքնաճանաչողությամբ, որտեղ որ քեզ օգնում է էզոտերիկան ու բոլոր այն գաղտնի գիտությունները, որը որ բացահայտում է քեզ ամեն կողմից, բացահայտում է եւ դրական կողմից, բացահայտում է եւ բացասական կողմից, քո հնարավորությունները, քո բնավորության գծերը, քո տեսակը, քո մարդկային որակները։ Իսկ ես կարծում եմ, որ աշխարհում վատ մարդիկ չկան, ուղղակի կան մարդիկ, ովքեր որ դեռ չեն բացահայտվել, չեն աշխատել իրենց գիտակցության հետ, մնացել են այն նույն տեղում, այն նույն մտածելակերպին։ Այն ամեն ինչ, ինչ որ մեզ մատուցում են, այն ամեն ինչ, ինչ որ մեզ ներկայացնում են, մենք մնում ենք այդ ամեն ինչի մեջ, մենք դուրս չենք գալիս դրա սահմաններից, երբ որ դու դուրս ես գալիս դրա սահմաններից, այդ ժամանակ հասկանում ես, որ կյանքը ավելին է, քան մեզ ներկայացրել են։ Այնպես որ սիրուներս, ես կլինեմ նա, ով
կխոսի գաղտնի գիտություններից, կբացահայտի ձեր պոտենցիալը, իսկ դուք կարող եք ինձ մեկնաբանություններում հարցնել այն բոլոր հարցերը, որոնց պատասխանը ձեզ համար դեռ գաղտնի է, ես սիրով կպատասխանեմ, եթե ունեք կողակից կամ ունեք աշխատանքային խնդիրներ, որ չեք կարողանում հասկանալ, թե ինչպես այդ խնդրից դուրս գալ, ես պատրաստ եմ ձեզ համար նկարել առանձին հաղորդում, ես կարդում եմ բոլորիդ մեկնաբանությունները, լինի բացասական թե դրական, ես սիրով կսպասեմ, հետևեք մեր YouTube-յան ալիքին, սիրում եմ ձեզ, լավ եղեք։ Բարի օր ժողովուրդ, էլի մենք ենք հենց այստեղ, այսօր խոսելու եմ գաղտնի գիտությունների մասին, որը կոչվում է էզոտերիկա։ Իմ անցած հաղորդումների ժամանակ ես ձեզ ներկայացրեցի էզոտերիկայի նշանակությունը և բացատրությունը։ Էզոտերիկան դա այն գիտություն է, որը որ խորանում է մարդու հոգեբանության մեջ և օգնում է մարդուն ճանաչել իրեն մեկ այլ կողմից։ Օրինակ, ձեր կյանքում հաճախ լինում է դեպքեր, որ դուք հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որտեղից ելք չեք գտնում։ Անգամ դիմում եք այլ մարդկանց օգնությամբ, ձեր ընկերներին, անգամ հոգեբաներին։ Հիմա աշխարհը գնալով զարգանում է ու զարգանում է նաև էզոտերիկան։ Էզոտերիկան միստիկ գիտություն է, բայց այն ավելի կոնկրետ ներկայացնում է մեր հոգևոր աշխարհը և թույլ է տալիս, որ մենք կարողանանք մեզ էլ ավելի լավ ճանաչել։ Էզոտերիկայի ճյուղերից են նումերոլոգիան, նույն թվային հոգեբանությունը, աստղագիտությունը, համաստեղությունները, ալխիմիան և այս բոլոր գիտությունները միայն օգնում են մեզ էլ ավելի զարգանալ և ավելի լավ ճանաչել աշխարհը։ Մենք ամեն օր ունենում ենք խնդիրներ տարբեր տեսակի, սկսած կենցաղային, հարաբերություններ, աշխատանքային ու երբեմն այդ նեգատիվի պատճառով մենք չենք կարողանում ճիշտ որոշում կայացնել։ Հիմա ապրում ենք ժամանակներում, որտեղ որ ամենաառաջին տեղում դա հոգին է։ Ինչու հոգին, որովհետև մենք միշտ նայում ենք այն նյութական արժեքներին, որոնք որ մեզ մատուցում են մեր ծնված օրվանից։ Ինչ ենք մենք լսում մեր ծնված օրվանից։ Սա չանել, նա չանել, սա չի կարելի, նա չի կարելի ու երբ որ գալիս ենք գիտակից տարիքի, որտեղ որ պետք է ինքներս որոշում կայացնենք, այն ինչ որ իմացել ենք մինչև այդ տարիքը հասնելը, դա մեզ խանգարում է ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշում կայացնել։ Այստեղ մեզ օգնում է էզոտերիկան ու բոլոր այն գիտությունները, որոնք որ աշխատում են մարդու հոգեբանության վրա։ Նումերոլոգիան մեզ օգնում է թվերի միջոցով, աստղագիտությունը համաստեղությունների, բայց եթե խորն ենք նայում ու համեմատում ենք համաստեղությունները նումերոլոգիայի հետ, տարբերությունը շատ մեծ չի։ Օրինակ, եթե խոսենք մեկերի մասին, 1, 10, 19, 28, կարող ենք խոսել նաև խոյերի մասին, որովհետև խոյն էլ առաջին համաստեղություն է։ Եթե խոսում ենք երկուսների մասին, 2, 11, 20 և 29, խոսում ենք ցլերի մասին, որովհետև ցուլն էլ երկրորդ համաստեղություն է, ու այսպես շարունակ 3, 4, 5, մինչև 9 թվերը։ Դրա համար մենք կարողանում ենք նումերոլոգիայի և աստղագիտության միջոցով նաև բացահայտել համաստեղությունները, խոսել համաստեղությունների դրական և բացասական կողմերի մասին։ 2026 թվականից սկսած բոլորս զգացել ենք տարօրինակ փոփոխություններ ու մեզանից շատերը ավելի ուշադրություն են դարձնում իրենց ներաշխարհին։ Սա նրանից է, որ աշխարհում այն համակարգը, որը որ եղել է մինչև 2026 թվականը, էլ չի աշխատելու։ Ու այդ ամեն ինչի արդյունքում մենք սկսում ենք նկատել այն թերությունները, որոնք որ առաջ եղել են։ Օրինակ, շատ-շատերը հասկանում են, որ տեղը, որտեղ որ աշխատում են, դա էլ իրենց չի ուրախացնում։ Այն հարաբերություններում, որտեղ որ նրանք գտնվում են, չկա էմոցիա, չկա հետաքրքրություն և անիմաստ է ստիպել
քեզ ապրել կամ անել այն, ինչը որ դու ել չես սիրում։ Դա նրանից է, որ աշխարհում փոխվում է համակարգ, փոխվում է էներգիա եւ ամենակարևորը, վերջապես մենք ապրում ենք այն ժամանակներում, որտեղ որ հնարավորություն ունենք ստեղծելու այն ամեն ինչը որ ամենաշատն ենք ուզում։ Սրա հիմքում ընկած է էզոտերիկան, նումերոլոգիան եւ աստղագիտությունը։ Ես հիշեցնեմ, որ նումերոլոգիան թվերի միջոցով բացահայտում է մարդու գիտակցությունը, մարդու մտածելակերպը, մարդու տաղանդները, հնարավորություն է տալիս, որ քեզ տեսնես այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Երբ գալիս է մի ժամանակ, որ ել չենք կարողանում, ել չգիտենք ոնց դուրս գանք իրավիճակից, մեզ մնում է մենակ ճանաչել ինքներս մեզնով տեսնել աշխարհը եւ մեզնով գնահատել այն ամեն ինչ որ կատարվում է մեր շուրջը։ Նումերոլոգիան, նույն ինքը թվային հոգեբանությունը, շատ հեշտ բացատրում է մարդկային հարաբերությունները, սիրային հարաբերությունները։ Օրինակ, բոլորիս կյանքում եղել են մարդիկ, տղամարդիկ կանայք, որ առաջին հանդիպումից միանգամից զգացել ենք, որ այդ մարդը մեզ հարազատ մարդ է, բայց գոյություն ունեն հարաբերությունների ըստ էզոտերիկայի, ըստ նումերոլոգիայի 3 տեսակներ՝ հոգևոր, ճակատագրական եւ հարազատ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ գալիս են մեզ ճակատագրական, այդ մարդիկ մեզ լինում են փորձ։ Այդ մարդիկ նրա համար են, որ մենք ճանաչենք մեզ եւ ճանաչենք մեր զուգ ընկերոջը, ում հետ ուզում ենք ապրենք ամբողջ կյանքում։ Նման հարաբերություններում շատ շատերս լինում ենք տարիներ շարունակ։ Դա նրանից է, որ ժամանակի ընթացքում անդադ ընտրելով նույն ճակատագրական ընկերոջը, որը որ ընդամենը գալիս է փորձի համար, մենք կորցնում ենք իսկականին, այսինքն մեր հարազատին, որը որ տրված է մեր մնացած կյանքը ապրելու այդ անձնավորության հետ։ Սա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք նաև ստեղծել մեր ներդաշնակ հարաբերությունները, մեզ ընդամենը մնում է ուսումնասիրել եւ հաճախ նայել իմ հաղորդումները։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գալիս են մեզ փորձ տալու համար, ամենասկզբում տեղի է ունենում շատ էմոցիոնալ կապ, նույն կախվածությունը, որտեղից որ շատ շատերս դժվարությամբ ենք դուրս գալիս, նույնիսկ ունենում ենք հոգեբանական խնդիրներ, չենք կարողանում ելք գտնել եւ չենք կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Սա բերում է մեր համար շատ մեծ եւ ամենակարևորը ճակատագրական խնդիրներ։ Ինչու ճակատագրական, որովհետև մենք չենք կարողանում աշխատել, չենք կարողանում ստեղծագործել, չենք կարողանում կենտրոնանալ մեր կենցաղային հարցերի վրա։ Իսկ նումերոլոգիան մեզ տալիս է հնարավորություն մեր ծննդյան թվի, ամսվա եւ տարեթվի միջոցով բացահայտել մեր կողակցին, մեր կողակցի միջոցով նաեւ բացահայտել ինքներս մեզ։ Նորից հիշեցնեմ, որ դուք կարող եք մեկնաբանություններում գրել ձեզ հուսող հարցերը, ես սիրով կպատասխանեմ, կնկարեմ հաղորդում։ Իսկ հիմա շարունակենք։ Օրինակ, այն մարդիկ, ովքեր որ գալիս են ճակատագրով ու ստեղծվում է այդ գերէմոցիոնալ կապը, այդ մարդիկ հիմնականում ծնվում են հատուկ թվերի տակ։ Օրինակ, մարդիկ, ովքեր ծնվել են 3, 12, 21 եւ 30 թվերի տակ, եւ մարդիկ, ովքեր ծնվել են 4, 13, 22 եւ 31 թվերի տակ, երբ մարդիկ հանդիպում են միմյանց, այդ էմոցիոնալ կապը լինում է ամենասկզբում։ Դրանից հետո արդեն սկսում են հակասությունները։ Ինչի համար։ Որովհետև 3-ները ունեն աստղային էներգիա։ Այս մարդիկ սիրում են փայլել, այս մարդիկ սիրում են լինել միշտ ուշադրության կենտրոնում։ Իսկ 4-երը ընդհակառակը սիրում են ներդաշնակություն, սիրում են ստաբիլություն, ու երբ որ հանդիպում են 3-ների այդ աստղին, որը որ անդադ ամենտեղ ուզում է փայլի, առաջանում է հենց այդ խնդիրը, այսինքն այդ հակասությունները։ Ինչ է տեղի ունենում։ Մեկը մյուսին սկսում են ճնշել։ Նրանք չեն կարող միասին գտնվել նույն տարածքում, բայց կարող են նաև գտնել ինչ-որ մի տեղ, որտեղ որ հաջողություն կունենան։ Օրինակ, գործում 4-երը շատ կրեատիվ մարդիկ են։ Մարդիկ, ովքեր ծնվել են ամեն ամսվա 4-ին, 13-ին, 22-ին եւ 31-ին, շատ կրեատիվ մարդիկ են։ Իհարկե, այս բոլոր էներգիաները տարբերվում են մեկը մյուսից, բայց նրանց կրեատիվը արդեն գալիս է տիեզերականից դուրս։ Այս մարդիկ կարողանում են ստեղծել նորը եւ անմիջական կապ ունեն հոգեվոր աշխարհի հետ։
Իսկ երեքները, որտեղ որ կա շատ էմոցիա, կա անընդհատ լսելու ցանկություն, միշտ ուշադրության կենտրոնում լինելու, նրանք անընդհատ սպասում են, որ դիմացինը պետքա հաստատի իրենց լավ լինելը, իրենց տաղանդները, դրա համար այս մարդիկ շատ կարճ ժամանակում կարողանում են իրենց կյանքում, անձնական կյանքում ստեղծել քաոս, բայց եթե կարողանան ներդաշնակ հարաբերություններ սկսել, նաև կլինեն շատ լավ գործընկերներ։ Նույն հաջողությամբ կարող եմ օրինակ բերել այն մարդկանց մասով, ովքեր ծնվել են ամեն ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին, եւ ինչու՞ չէ նաեւ 3-ին, 12-ին, 21-ին եւ 30-ին, ինչու եմ այս էներգիաների վրա կենտրոնանում, որովհետև երկուսն էլ լիդեր էներգիաներ են, բայց քանի որ մեկերը, այսինքն մարդիկ, ովքեր ծնվել են 1, 10, 19 եւ 28 թվերի տակ, այս մարդիկ լիդերներ են։ Այս մարդիկ ծնվել են, որպեսզի գրավեն աշխարհը, որպեսզի ստեղծեն նորը եւ իրենց հետևից տանեն մարդկանց։ Այս մարդիկ լսում են մենակ երեքներին։ Երեքը մասշտաբ է։ Երեքը դուրս է գալիս այն ստանդարտներից, որտեղ որ այսօր մենք ապրում ենք, ու երբ որ հանդիպում են իրար մեկերն ու երեքները, այստեղ սկսվում է արդեն այդ ներդաշնակ հարաբերությունները, իհարկե խնդիրներ միշտ լինում է, բայց իրենց դեպքում այդ խնդիրը ավելի քիչ է, որովհետև մեկը լինելով լիդեր, լինելով համառ, լինելով ինքնասածի, մարդով տեսնում է մենակ ուղիղ ճանապարհը, չի նկատում կողքերը, ով պատրաստ է գնա մարտի դաշտ ու մահանա, բայց սա հաղթողի էներգիա է։ Իր համար շատ կարևոր է, որ ինքը լինի ամենալավը, միշտ փայլի, միշտ լինի առաջինը։ Իսկ երեքները շատ համբերատար են եւ կարողանում են ճիշտ ուղղություն ցույց տալ մեկերին։ Ի տարբերություն 4-երի, երեքներն ու մեկերը կարող են ունենալ հարաբերություններ, որը որ կարա նաեւ ավարտվի ամուսնությամբ։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը։ Ձեզ հետ էր Սյուզանան հենց այստեղ։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի հետևեք մեր հաջորդ հաղորդումներին։ Հա, չմոռանաք նաև գրել մեկնաբանություններում ձեզ հուզող բոլոր հարցերը ես սիրով կպատասխանեմ։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։ Մենք սովոր ենք աշխարհը բաժանել նյութականի եւ հոգեվորի։ Ու քանի որ 2026 թվականին տեղի է ունենում արժե համակարգի փոփոխություն, մենք հայտնվել ենք մի մեծ խնդրի առաջ։ Շատ-շատերս չգիտենք ոնց գումար աշխատենք ու կարծում եմ, որ այդ բոլորիս ընտանիքներում կա։ Այսօր 21-րդ դարի հնարավորությունների մեջ մենք չգիտենք ինչով զբաղվենք։ Մենք խուսափում ենք սովորական աշխատանք կատարելուց, հագուստի խանութում աշխատելուց։ Մենք մտածում ենք, որ ծնվել ենք ինչ-որ մեծ գործի համար, առանց գիտակցելու, որ այդ ինչ-որ մեծ գործին հասնելու համար մեզ պետք է անցնել ճանապարհ։ Շատերս ուզում ենք կյանքում ունենանք արդյունք, բայց դրա համար չենք ուզում պայքարենք, չենք ուզում աշխատենք։ Ես ինքս լինելով մի ոլորտում, որտեղ որ շփվում եմ հազարավոր մարդկանց հետ, ուսումնասիրում եմ մարդկանց էներգիաները, կյանքը, ես տալիս եմ հարցեր ու արդյունքում կարամ ասեմ մի շատ կարևոր բան։ Բոլորը ուզում են ունենալ ամեն ինչ, բայց դրա համար չեն անում ոչ մի բան։ Մարդիկ նստում են իրանց տներում ու սպասում են, որ հեսա երկնքից ինչ-որ մի բան անկնելու ու իրանց կյանքում ինչ-որ փոփոխություն է կատարվելու։ Չէ, տենց չի աշխատում։ Տենց չի աշխատում արդեն 2026 թվականից սկսած։ Այն մեթոդներով, որոնցով որ մենք աշխատել ենք նախկինում ու կապ չունի թե անձնական հարաբերություններում, թե աշխատանքային, այդ մեթոդները էլ չեն աշխատում։ Ինչի չեն աշխատում, որովհետև աշխարհն էլ արդեն հոգնել է։ Հոգնել է այն մարդկանցից, ովքեր մենակ խոսում են, հոգնել է այն մարդկանցից, ովքեր ագահ են, ովքեր ուզում են ամեն ինչ մենակ իրանց համար լինի։
Աշխարհը կորցրել է հոգևորի արժեքը։ Մենք կարիք ունենք հոգևորի, մենք կարիք ունենք մարդկանց, ովքեր որ ուզում են ուղակի անեն բարություն ու այդ անում են անշահախնդիր։ Մեր կյանքի հիմա միակ նպատակը դարձել է փող աշխատելը, բայց մենք այդ փողը աշխատում ենք ամեն կերպ։ Անցնում ենք մարդկանց ինքնասիրության վրայով, անցնում ենք մարդկանց հոգևոր արժեքների վրայով։ Մենք ընդհանրապես չենք մտածում դիմացինի զգացողությունների, զգացմունքների մասին, կարևորը մենք հասնենք մեր ուզածին։ Մենք հաշվի չենք առնում, որ կան մարդիկ, ում պետքա օգնենք, ու մենք ունենք այդ հնարավորությունը։ Այս մեր աշխարհի ամենամեծ խնդիրն է, ու ուսումնասիրելով էզոտերիկան, ուսումնասիրելով այդ գաղտնի գիտությունները, ես բացահայտել եմ իմ մեջ ավելին, քան գիտեի առաջ։ Ես հիմա կարողանում եմ ավելի լավ հասկանալ մարդկանց, կարողանում եմ մարդկանց ավելի շատ լսել, կիսել իրենց ուրախությունը, տխրությունը, ապրել դիմացինի ուրախությունով, տխրությունով։ Մեր մեջ ամենամեծ խնդիրը հենց այդ է, որ մենք սիրում ենք մենակ մեզ, մենք չենք նկատում դիմացինին։ Կան հարցեր, որտեղ որ մենք պետքա հաշվի առնենք նաև դիմացինի կարծիքը։ Ու խոսքս այն հարցերի մասին է, որը որ չի դիպչում քո ինքնասիրությանը ու քո անձնական կյանքին։ Ապրիր այնպես, ոնց որ դու ուզում ես, արա այն ինչ որ դու ուզում ես, ապրի սրտով, բայց երբեք մի վնասի այն մարդկանց, ովքեր որ իսկապես մտածում են քո մասին։ Դրանք քո հարազատներն են, քո ընկերներն են, քո մտերիմներ են։ Ու այս ամեն ինչի պատճառով մենք ամբողջ կյանքում ու մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր ժամանակը վատնում ենք անկարևոր բաների վրա։ Մեր հաղորդումը նրա մասին է, թե ինչպես ճանաչել աշխարհը, ինչպես ճանաչել դիմացինին, չխանգարել, օգնել, փորձել թեկուզ քո ունեցածով օգտակար լինել։ Նրանք, ովքեր ինձ հետևում են Instagram-ում, հաճախ են ինձնից լսում, կարդում այս արտահայտությունը։ Եկել է էմպաթների ժամանակաշրջանը, ովքեր են էմպաթները։ Էմպաթները այն մարդիկ են, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում համբերել են, տվել են, արել են, նվիրել են, բայց դրա դիմաց ոչինչ չեն ստացել, ում զգացմունքների վրայով մարդիկ անցել են, ում չեն գնահատել։ Հիմա եկել է մեր ժամանակը, ես ինքս էմպաթ եմ։ Ու այն մեթոդները, որոնք որ առաջ մենք կիրառում էինք եւ աշխատանքում եւ հարաբերություններում, դրանք էլ չեն աշխատում։ Եթե դու առաջ կարում էիր խարդախության միջոցով, խաբեության միջոցով, ինչ որ մեկին գցելու միջոցով առաջ գնալ, հիմա այդ չի լինելու։ Հիմա դու կստանաս քեզ համարժեք պատասխան։ Եթե դու քո ամբողջ կյանքի ընթացքում փորձել ես մարդուն օգտագործելով գնալ առաջ, դա էլ չի աշխատելու։ Հիմա աշխատում է արդարությունը։ Գիտեմ, ես հիմա ասում եմ մի բան, որը որ ինչ որ չափով անսովոր է մարդկանց, ոնց տենց էլ է լինում, հա, տենց էլ է լինում։ Հիմա աշխատում է արդարությունը։ Այն ինչ որ դու կանես, այդ կստանաս։ Եթե ուզում ես քո կյանքում ունենաս նյութական հաջողություն, ուրեմն եղի արդար, մի խաբի։ 2026 թվականը, որը որ գտնվում է մեկ էներգիայի տակ, ասում է, եղիր արդար, եղիր ազնիվ, օգնիր մարդկանց, առաջ տար մարդկանց, եթե դու ունես այդ հնարավորությունը։ Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ աշխարհում փոխվում է համակարգ, իսկ այդ համակարգում խաբեություն էլ չի լինելու։ Իմ հաղորդումների ժամանակ դու կստանաք ինֆորմացիա աշխարհից, աշխարհաճանաչումից, մարդկանցից, հոգևոր աշխարհից, նյութական աշխարհից։ Ես ձեզ կպատմեմ մարդկանց մասին, ովքեր հաջողությունների են հասել, ովքեր կարողացել են կյանքում իրենց ինքնաճանաչման շնորհիվ հասնել այն տեղերում, որտեղ որ ունեն նյութական մեծ հնարավորություններ, ու այդ մարդիկ կան եւ իմ շրջապատում, եւ ձեր շրջապատում։ Մեր հաղորդումը նրա մասին է, թե ինչպես անել, որ քո գիտակցությունը աշխատի քո օգտին, աշխատի քո հարազատների օգտին, այն մարդկանց օգտին, ում դու ճանաչում ու սիրում ես։ Եվ դրանում մեզ կօգնեն նումերոլոգիան, էզոտերիկան եւ ինչու՞ չէ նաեւ աստղագիտությունը։ Հիշում եք, չէ՞, ոչ թե աստղագուշակությունը, այլ աստղագիտությունը։ Այսօր այսքանը, մենք դեռ շատ հաղորդումներ կունենանք ու շատ թեմաներից կխոսենք, իսկ եթե ձեզ կհետաքրքրի որևէ թեմա,
ցանկացած թեմա կապված մեր կյանքի, աշխարհի, աշխարհում տեղի ունեցող քաղաքական, կրոնական, էական չի ցանկացած ինֆորմացիա, որը որ ձեզ հետաքրքրի, գրեք մեկնաբանություններում ու ես սիրով ձեր համար կնկարեմ հաղորդում, որտեղ նաև կխոսեմ եւ թվերից եւ նաև այն հարցերից, որոնք որ դուք կուզեք լսեք։ Այս մարդիկ սիրում են փայլել, այս մարդիկ սիրում են լինել միշտ ուշադրության կենտրոնում։ 2026 թվականից սկսած բոլորս զգացել ենք տարօրինակ փոփոխություններ։ Այս մարդիկ լիդերներ են։ Այս մարդիկ ծնվել են, որպեսզի գրավեն աշխարհը, ձեր կյանքում հաճախ լինում է դեպքեր, որ դուք հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որտեղից ելք չեք գտնում։ Բարի օր ժողովուրդ, էլի մենք ենք հենց այստեղ։ Այսօր խոսելու եմ գաղտնի գիտությունների մասին, որը կոչվում է էզոտերիկա։ Իմ անցած հաղորդումների ժամանակ ես ձեզ ներկայացրեցի էզոտերիկայի նշանակությունը եւ բացատրությունը։ Էզոտերիկան դա այն գիտությունն է, որը որ խորանում է մարդու հոգեբանության մեջ եւ օգնում է մարդուն ճանաչել իրեն մեկ այլ կողմից։ Օրինակ, ձեր կյանքում հաճախ լինում է դեպքեր, որ դուք հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որտեղից ելք չեք գտնում։ Անգամ դիմում եք այլ մարդկանց օգնությամբ, ձեր ընկերներին, անգամ հոգեբաներին։ Հիմա աշխարհը գնալով զարգանում է ու զարգանում է նաև էզոտերիկան։ Էզոտերիկան միստիկ գիտություն է, բայց այն ավելի կոնկրետ ներկայացնում է մեր հոգևոր աշխարհը եւ թույլ է տալիս, որ մենք կարողանանք մեզ ել ավելի լավ ճանաչել։ Էզոտերիկայի ճյուղերից են նումերոլոգիան, նույն թվային հոգեբանությունը, աստղագիտությունը, համաստեղությունները, ալխիմիան Եվ այս բոլոր գիտությունները միայն օգնում են մեզ ել ավելի զարգանալ եւ ավելի լավ ճանաչել աշխարհը։ Մենք ամեն օր ունենում ենք խնդիրներ, տարբեր տեսակի, սկսած կենցաղային, հարաբերություններ, աշխատանքային ու երբեմն այդ նեգատիվի պատճառով մենք չենք կարողանում ճիշտ որոշում կայացնել։ Հիմա ապրում ենք ժամանակներում, որտեղ որ ամենաառաջին տեղում դա հոգին է։ Ինչու հոգին, որովհետև մենք միշտ նայում ենք այն նյութական արժեքներին, որոնք որ մեզ մատուցում են մեր ծնված օրվանից։ Ինչ ենք մենք լսում մեր ծնված օրվանից։ Սա չանել, նա չանել, սա չի կարելի, նա չի կարելի ու երբ որ գալիս ենք գիտակից տարիքի, որտեղ որ պետքա ինքներս որոշում կայացնենք, այն ինչ որ իմացել ենք մինչև այդ տարիքը հասնելը, դա մեզ խանգարում է ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ որոշում կայացնել։ Այստեղ մեզ օգնում է էզոտերիկան ու բոլոր այն գիտությունները, որոնք որ աշխատում են մարդու հոգեբանության վրա։ Նումերոլոգիան մեզ օգնում է թվերի միջոցով, աստղագիտությունը համաստեղությունների, բայց եթե խորն ենք նայում ու համեմատում ենք համաստեղությունները նումերոլոգիայի հետ, տարբերությունը շատ մեծ չի։ Օրինակ, եթե խոսենք մեկերի մասին, 1, 10, 19, 28, կարող ենք խոսել նաև խոյերի մասին, որովհետև խոյն էլ առաջին համաստեղություն է։ Եթե խոսում ենք երկուսների մասին, 2, 11, 20 եւ 29, խոսում ենք ցլերի մասին, որովհետև ցուլն էլ երկրորդ համաստեղություն է, ու այսպես շարունակ 3, 4, 5, մինչև 9 թվերը։ Դրա համար մենք կարողանում ենք նումերոլոգիայի եւ աստղագիտության միջոցով նաեւ բացահայտել համաստեղությունները, խոսել համաստեղությունների դրական եւ բացասական կողմերի մասին։ 2026 թվականից սկսած բոլորս զգացել ենք տարօրինակ փոփոխություններ ու մեզանից շատերը ավելի ուշադրություն են դարձնում իրենց ներաշխարհին։ Սա նրանից է, որ աշխարհում
այն համակարգը, որ եղել է մինչև 2026 թվականը, էլ չի աշխատելու։ Ու այդ ամեն ինչի արդյունքում մենք սկսում ենք նկատել այն թերությունները, որոնք որ առաջ եղել են։ Օրինակ շատ-շատերը հասկանում են, որ տեղը որտեղ որ աշխատում են, դա էլ իրենց չի ուրախացնում։ Այն հարաբերություններում, որտեղ որ նրանք գտնվում են, չկա էմոցիա, չկա հետաքրքրություն եւ անիմաստ է ստիպել քեզ ապրել կամ անել այն, ինչը որ դու էլ չես սիրում։ Դա նրանից է, որ աշխարհում փոխվում է համակարգ, փոխվում է էներգիա եւ ամենակարևորը, վերջապես մենք ապրում ենք այն ժամանակներում, որտեղ որ հնարավորություն ունենք ստեղծելու այն ամեն ինչը որ ամենաշատն ենք ուզում։ Սրա հիմքում ընկած է էզոտերիկան, նումերոլոգիան եւ աստղագիտությունը։ Ես հիշեցնեմ, որ նումերոլոգիան թվերի միջոցով բացահայտում է մարդու գիտակցությունը, մարդու մտածելակերպը, մարդու տաղանդները, հնարավորություն է տալիս, որ քեզ տեսնես այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Երբ գալիս է մի ժամանակ, որ էլ չենք կարողանում, էլ չգիտենք ոնց դուրս գանք իրավիճակից, մեզ մնում է մենակ ճանաչել ինքներս մեզնով տեսնել աշխարհը եւ մեզնով գնահատել այն ամեն ինչ որ կատարվում է մեր շուրջը։ Նումերոլոգիան, նույն ինքը թվային հոգեբանությունը, շատ հեշտ բացատրում է մարդկային հարաբերությունները, սիրային հարաբերությունները։ Օրինակ, բոլորիս կյանքում եղել են մարդիկ, տղամարդիկ կանայք, որ առաջին հանդիպումից միանգամից զգացել ենք, որ այդ մարդը մեզ հարազատ մարդ է, բայց գոյություն ունեն հարաբերությունների ըստ էզոտերիկայի, ըստ նումերոլոգիայի 3 տեսակներ՝ հոգևոր, ճակատագրական եւ հարազատ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ գալիս են մեզ ճակատագրական, այդ մարդիկ մեզ լինում են փորձ։ Այդ մարդիկ նրա համար են, որ մենք ճանաչենք մեզ եւ ճանաչենք մեր զուգ ընկերոջը, ում հետ ուզում ենք ապրենք ամբողջ կյանքում։ Նման հարաբերություններում շատ-շատերս լինում ենք տարիներ շարունակ։ Դա նրանից է, որ ժամանակի ընթացքում անդադ ընտրելով նույն ճակատագրական ընկերոջը, որը որ ընդամենը գալիս է փորձի համար, մենք կորցնում ենք իսկականին, այսինքն մեր հարազատին, որը որ տրված է մեր մնացած կյանքը ապրելու այդ անձնավորության հետ։ Սա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք նաև ստեղծել մեր ներդաշնակ հարաբերությունները, մեզ ընդամենը մնում է ուսումնասիրել եւ հաճախ նայել իմ հաղորդումները։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գալիս են մեզ փորձ տալու համար, ամենասկզբում տեղի է ունենում շատ էմոցիոնալ կապ, նույն կախվածությունը, որտեղից որ շատ-շատերս դժվարությամբ ենք դուրս գալիս, նույնիսկ ունենում ենք հոգեբանական խնդիրներ, չենք կարողանում ելք գտնել եւ չենք կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Սա բերում է մեր համար շատ մեծ եւ ամենակարևորը ճակատագրական խնդիրներ։ Ինչու ճակատագրական, որովհետև մենք չենք կարողանում աշխատել, չենք կարողանում ստեղծագործել, չենք կարողանում կենտրոնանալ մեր կենցաղային հարցերի վրա։ Իսկ նումերոլոգիան մեզ տալիս է հնարավորություն մեր ծննդյան թվի, ամսվա եւ տարեթվի միջոցով բացահայտել մեր կողակցի միջոցով նաև բացահայտել ինքներս մեզ։ Նորից հիշեցնեմ, որ դուք կարող եք մեկնաբանություններում գրել ձեզ հուսող հարցերը, ես սիրով կպատասխանեմ, կնկարեմ հաղորդում։ Իսկ հիմա շարունակենք։ Օրինակ, այն մարդիկ, ովքեր որ գալիս են ճակատագրով ու ստեղծվում է այդ գերէմոցիոնալ կապը, այդ մարդիկ հիմնականում ծնվում են հատուկ թվերի տակ։ Օրինակ, մարդիկ, ովքեր ծնվել են 3, 12, 21 եւ 30 թվերի տակ, եւ մարդիկ, ովքեր ծնվել են 4, 13, 22 եւ 31 թվերի տակ, երբես մարդիկ հանդիպում են միմյանց, այդ էմոցիոնալ կապը լինում է ամենասկզբում։ Դրանից հետո արդեն սկսում են հակասությունները։ Ինչի համար։ Որովհետև երեքները ունեն աստղային էներգիա։ Այս մարդիկ սիրում են փայլել, այս մարդիկ սիրում են լինել միշտ ուշադրության կենտրոնում։ Իսկ 4-երը ընդհակառակը սիրում են ներդաշնակություն, սիրում են ստաբիլություն, ու երբ որ հանդիպում են երեքների այդ աստղին, որը որ անդադ ամենտեղ ուզում է փայլի, առաջանում է հենց այդ խնդիրը, այսինքն այդ հակասությունները։ Ինչ է տեղի ունենում։ Մեկը մյուսին սկսում են ճնշել։ Նրանք չեն կարող միասին գտնվել նույն տարածքում,
բայց կարող են նաև գտնել ինչ-որ մի տեղ, որտեղ որ հաջողություն կունենան։ Օրինակ, գործում 4-երը շատ կրեատիվ մարդիկ են։ Մարդիկ, ովքեր ծնվել են ամեն ամսվա 4-ին, 13-ին, 22-ին եւ 31-ին, շատ կրեատիվ մարդիկ են։ Իհարկե, այս բոլոր էներգիաները տարբերվում են մեկը մյուսից, բայց նրանց կրեատիվը արդեն գալիս է տիեզերականից դուրս։ Այս մարդիկ կարողանում են ստեղծել նորը եւ անմիջական կապ ունեն հոգեվոր աշխարհի հետ։ Իսկ երեքները, որտեղ որ կա շատ էմոցիա, կա անընդհատ լսելու ցանկություն, միշտ ուշադրության կենտրոնում լինելու, նրանք անընդհատ սպասում են, որ դիմացինը պետքա հաստատի իրենց լավ լինելը, իրենց տաղանդները, դրա համար այս մարդիկ շատ կարճ ժամանակում կարողանում են իրենց կյանքում, անձնական կյանքում ստեղծել քաոս, բայց եթե կարողանան ներդաշնակ հարաբերություններ սկսել, նաև կլինեն շատ լավ գործընկերներ։ Նույն հաջողությամբ կարող եմ օրինակ բերել այն մարդկանց մասով, ովքեր ծնվել են ամեն ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին, եւ ինչու՞ չէ նաեւ 3-ին, 12-ին, 21-ին եւ 30-ին, ինչու եմ այս էներգիաների վրա կենտրոնանում, որովհետև երկուսն էլ լիդեր էներգիաներ են, բայց քանի որ մեկերը, այսինքն մարդիկ, ովքեր ծնվել են 1, 10, 19 եւ 28 թվերի տակ, այս մարդիկ լիդերներ են։ Այս մարդիկ ծնվել են, որպեսզի գրավեն աշխարհը, որպեսզի ստեղծեն նորը եւ իրենց հետևից տանեն մարդկանց։ Այս մարդիկ լսում են մենակ երեքներին։ Երեքը մասշտաբ է։ Երեքը դուրս է գալիս այն ստանդարտներից, որտեղ որ այսօր մենք ապրում ենք, ու երբ որ հանդիպում են իրար մեկերն ու երեքները, այստեղ սկսվում է արդեն այդ ներդաշնակ հարաբերությունները, իհարկե խնդիրներ միշտ լինում է, բայց իրենց դեպքում այդ խնդիրը ավելի քիչ է, որովհետև մեկը լինելով լիդեր, լինելով համառ, լինելով ինքնասածի, մարդ ով տեսնում է մենակ ուղիղ ճանապարհը, չի նկատում կողքերը, ով պատրաստ է գնա մարտի դաշտ ու մահանա, բայց սա հաղթողի էներգիա է։ Իր համար շատ կարևոր է, որ ինքը լինի ամենալավը, միշտ փայլի, միշտ լինի առաջինը։ Իսկ երեքները շատ համբերատար են եւ կարողանում են ճիշտ ուղղություն ցույց տալ մեկերին։ Ի տարբերություն 4-երի, երեքներն ու մեկերը կարող են ունենալ հարաբերություններ, որը որ կարա նաեւ ավարտվի ամուսնությամբ։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը։ Ձեզ հետ էր Սյուզանան հենց այստեղ։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի հետևեք մեր հաջորդ հաղորդումներին։ Հա, չմոռանաք նաև գրել մեկնաբանություններում ձեզ ուզող բոլոր հարցերը ես սիրով կպատասխանեմ։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։ 21-րդ դարի հնարավորությունների մեջ մենք չգիտենք ինչով զբաղվենք։ Բոլորը ուզում են ունենալ ամեն ինչ, բայց դրա համար չեն անում ոչ մի բան, չեն աշխատում, որովհետև աշխարհն էլ արդեն հոգնել է։ Հոգնել այն մարդկանցից, ովքեր մենակ խոսում են, հոգնել այն մարդկանցից, ովքեր ագահ են։ Հաճախ են ինձնից լսում, կարդում այս արտահայտությունը։ Եկել է էմպաթների ժամանակաշրջանը, ովքեր են էմպաթները։ Մենք սովոր ենք աշխարհը բաժանել նյութականի եւ հոգեվորի։ Ու քանի որ 2026 թվականին տեղի է ունենում արժե համակարգի փոփոխություն, մենք հայտնվել ենք մի մեծ խնդրի առաջ։ Շատ-շատերս չգիտենք ոնց գումար աշխատենք ու կարծում եմ, որ այդ բոլորիս ընտանիքներում կա։ Այսօր 21-րդ դարի հնարավորությունների մեջ մենք չգիտենք ինչով զբաղվենք։ Մենք խուսափում ենք սովորական աշխատանք կատարելուց, հագուստի խանութում աշխատելուց։ Մենք մտածում ենք, որ ծնվել ենք ինչ-որ մեծ գործի համար, առանց գիտակցելու, որ այդ ինչ-որ մեծ գործին հասնելու համար մեզ պետք է անցնել ճանապարհ։ Շատերս ուզում ենք կյանքում ունենանք արդյունք, բայց դրա համար չենք ուզում պայքարենք, չենք ուզում աշխատենք։
Ես ինքս լինելով մի ոլորտում, որտեղ որ շփվում եմ հազարավոր մարդկանց հետ, ուսումնասիրում եմ մարդկանց էներգիաները, կյանքը, ես տալիս եմ հարցեր ու արդյունքում կարամ ասեմ մի շատ կարևոր բան։ Բոլորը ուզում են ունենալ ամեն ինչ, բայց դրա համար չեն անում ոչ մի բան։ Մարդիկ նստում են իրանց տներում ու սպասում են, որ հեսա երկնքից ինչ-որ մի բան ընկնելու ու իրանց կյանքում ինչ-որ փոփոխություն է կատարվելու։ Չէ, տենց չի աշխատում։ Տենց չի աշխատում արդեն 2026 թվականից սկսած։ Այն մեթոդներով, որոնցով որ մենք աշխատել ենք նախկինում ու կապ չունի թե անձնական հարաբերություններում, թե աշխատանքային, այդ մեթոդները էլ չեն աշխատում։ Ինչի չեն աշխատում, որովհետև աշխարհն էլ արդեն հոգնել է։ Հոգնել է այն մարդկանցից, ովքեր մենակ խոսում են, հոգնել է այն մարդկանցից, ովքեր ագահ են, ովքեր ուզում են ամեն ինչ մենակ իրանց համար լինի։ Աշխարհը կորցրել է հոգևորի արժեքը։ Մենք կարիք ունենք հոգևորի, մենք կարիք ունենք մարդկանց, ովքեր որ ուզում են ուղակի անեն բարություն ու այդ անում են անշահախնդիր։ Մեր կյանքի հիմա միակ նպատակը դարձել է փող աշխատելը, բայց մենք այդ փողը աշխատում ենք ամեն կերպ։ Անցնում ենք մարդկանց ինքնասիրության վրայով, անցնում ենք մարդկանց հոգևոր արժեքների վրայով։ Մենք ընդհանրապես չենք մտածում դիմացինի զգացողությունների, զգացմունքների մասին, կարևորը մենք հասնենք մեր ուզածին։ Մենք հաշվի չենք առնում, որ կան մարդիկ, ում պետքա օգնենք, ու մենք ունենք այդ հնարավորությունը։ Այս մեր աշխարհի ամենամեծ խնդիրն է, ու ուսումնասիրելով էզոտերիկան, ուսումնասիրելով այդ գաղտնի գիտությունները, ես բացահայտել եմ իմ մեջ ավելին, քան գիտեի առաջ։ Ես հիմա կարողանում եմ ավելի լավ հասկանալ մարդկանց, կարողանում եմ մարդկանց ավելի շատ լսել, կիսել իրենց ուրախությունը, տխրությունը, ապրել դիմացինի ուրախությունով, տխրությունով։ Մեր մեջ ամենամեծ խնդիրը հենց այդ է, որ մենք սիրում ենք մենակ մեզ, մենք չենք նկատում դիմացինին։ Կան հարցեր, որտեղ որ մենք պետքա հաշվի առնենք նաև դիմացինի կարծիքը։ Ու խոսքս այն հարցերի մասին է, որը որ չի դիպչում քո ինքնասիրությանը ու քո անձնական կյանքին։ Ապրիր այնպես, ոնց որ դու ուզում ես, արա այն ինչ որ դու ուզում ես, ապրի սրտով, բայց երբեք մի վնասի այն մարդկանց, ովքեր որ իսկապես մտածում են քո մասին։ Դրանք քո հարազատներն են, քո ընկերներն են, քո մտերիմներ են։ Ու այս ամեն ինչի պատճառով մենք ամբողջ կյանքում ու մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր ժամանակը վատնում ենք անկարևոր բաների վրա։ Մեր հաղորդումը նրա մասին է, թե ինչպես ճանաչել աշխարհը, ինչպես ճանաչել դիմացինին, չխանգարել, օգնել, փորձել թեկուզ քո ունեցածով օգտակար լինել։ Նրանք, ովքեր ինձ հետևում են Instagram-ում, հաճախ են ինձնից լսում, կարդում այս արտահայտությունը։ Եկել է էմպաթների ժամանակաշրջանը, ովքեր են էմպաթները։ Էմպաթները այն մարդիկ են, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում համբերել են, տվել են, արել են, նվիրել են, բայց դրա դիմաց ոչինչ չեն ստացել, ում զգացմունքների վրայով մարդիկ անցել են, ում չեն գնահատել։ Հիմա եկել է մեր ժամանակը, ես ինքս էմպաթ եմ։ Ու այն մեթոդները, որոնք որ առաջ մենք կիրառում էինք եւ աշխատանքում եւ հարաբերություններում, դրանք էլ չեն աշխատում։ Եթե դու առաջ կարում էիր խարդախության միջոցով, խաբեության միջոցով, ինչ որ մեկին գցելու միջոցով առաջ գնալ, հիմա այդ չի լինելու։ Հիմա դու կստանաս քեզ համարժեք պատասխան։ Եթե դու քո ամբողջ կյանքի ընթացքում փորձել ես մարդուն օգտագործելով գնալ առաջ, դա էլ չի աշխատելու։ Հիմա աշխատում է արդարությունը։ Գիտեմ, ես հիմա ասում եմ մի բան, որը որ ինչ որ չափով անսովոր է մարդկանց, ոնց տենց էլ է լինում, հա, տենց էլ է լինում։ Հիմա աշխատում է արդարությունը։ Այն ինչ որ դու կանես, այդ կստանաս։ Եթե ուզում ես քո կյանքում ունենաս նյութական հաջողություն, ուրեմն եղի արդար, մի խաբի։ 2026 թվականը, որը որ գտնվում է մեկ էներգիայի տակ, ասում է, եղիր արդար, եղիր ազնիվ, օգնիր մարդկանց, առաջ տար մարդկանց, եթե դու ունես այդ հնարավորությունը։ Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ աշխարհում փոխվում է համակարգ, իսկ այդ համակարգում խաբեություն էլ չի լինելու։ Իմ հաղորդումների ժամանակ դու կստանաք ինֆորմացիա աշխարհից, աշխարհաճանաչումից,
մարդկանցից, հոգևոր աշխարհից, նյութական աշխարհից։ Ես ձեզ կպատմեմ մարդկանց մասին, ովքեր հաջողությունների են հասել, ովքեր կարողացել են կյանքում իրենց ինքնաճանաչման շնորհիվ հասնել այն տեղերում, որտեղ որ ունեն նյութական մեծ հնարավորություններ ու այդ մարդիկ կան եւ իմ շրջապատում եւ ձեր շրջապատում։ Մեր հաղորդումը նրա մասին է, թե ինչպես անել, որ քո գիտակցությունը աշխատի քո օգտին, աշխատի քո հարազատների օգտին, այն մարդկանց օգտին, ում դու ճանաչում ու սիրում ես։ Եվ դրանում մեզ կօգնեն նումերոլոգիան, էզոտերիկան եւ ինչու՞ չէ նաեւ աստղագիտությունը։ Հիշում եք, չէ՞, ոչ թե աստղագուշակությունը, այլ աստղագիտությունը։ Այսօր այսքանը, մենք դեռ շատ հաղորդումներ կունենանք ու շատ թեմաներից կխոսենք, իսկ եթե ձեզ կհետաքրքրի որևէ թեմա, ցանկացած թեմա կապված մեր կյանքի, աշխարհում տեղի ունեցող, քաղաքական, կրոնական, էական չի ցանկացած ինֆորմացիա, որը որ ձեզ հետաքրքրի, գրեք մեկնաբանություններում ու ես սիրով ձեր համար կնկարեմ հաղորդում, որտեղ նաև կխոսեմ եւ թվերից եւ նաեւ այն հարցերից, որոնք որ դուք կուզեք լսեք։